Մեծ հաշվով Հայկ Կոնջորյանը կլինի ազգային փոխնախագահ, թե ուրիշ մի ԿՊԱ-կան, խոշոր հաշվով ընդհանրապես տարբերություն չկա։ Մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները հետևյալն են. հայ-ադրբեջանական հարաբերություններ, սահմանագծում, սահմանազատում, շատ ուղիղ եւ հստակ հարցադրում եմ արել։ Կարող եք երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության տարածքից նոր զիջումներ չեք անելու, կոնկրետ Տիգրանաշենը չեք հանձնելու։ Մարդիկ չեն ժխտել։ Աշխարհաքաղաքական իրավիճակը, հայ-ռուսական հարաբերությունները, մեր տնտեսությունը, որ կարճ ժամանակ հետո կանգնելու է ծանր ու բարդ խնդիրների առջև։ Սրանք են մեր երկրի կարևոր եւ առաջնային օրակարգերը, բայց ակնհայտ process-ը տեղի ունենում, այս հիմնական եւ գլխավոր քաղաքական խորքային հարցերից շեղել, անձնական ապօրինի գույք, չգիտեմ, քո աղբերը, քո քուրը, քո հերը, քո մերը, չգիտեմ ինչ, բայց շատ ավելի գլոբալ խնդիրներ կան, իրենք սկսում են ժողովրդին լարել մեր դեմ, որպեսզի կարողանան հետո այս սպառնալիքի, շանտաժի, այս քայլերի ներքո բավարարեն Ադրբեջանի պահանջները։ Այո, ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը տվել են մեկնարկը, որ ով չի օգնում մեզ կատարենք Ադրբեջանի պահանջը, դրանք հակապետական ուժեր են։ Եվ ես չեմ բացառում, ինքը կոչ անելու ժողովրդին հավաքելու, փորձելու են մեր վրա ճնշում բանեցնել, որպեսզի բավարարեն Ադրբեջանի պահանջները, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել Ալիևին, եւ այդ խոստումը կատարելու բավարար քվե չի ստացել, փորձելու է շանտաժի, սպառնալիքի, ձերբակալությունների, կալանավորումների, իմիջիալոցես բռնաճնշումները նաեւ պայմանավորված են դրանով, որպեսզի երկրում ջարդի դիմադրությունը, ոչնչացնի դիմադրության օջախները, որ կարողանա Ադրբեջանի պահանջները բավարարել։ Մենք գտնվում ենք այս փուլում եւ մեր երկրի գլխավոր հիմնական օրակարգը այս պահին սա է։ Իրենք ո՞նց են հիմա սկսել մեր դեմ աշխատել, հակաքարոզություն իրականացնել, փորձել հող նախապատրաստել իրենց օրակարգի համար, մենք հիմիկվանից պետք է նախաձեռնենք, որ այդ իրավիճակում պատրաստ լինենք։ Ու այս աշտանը Հայաստանի համար ակնհայտ է, որ սպասում են ծանր զարգացումներ։ Եվ ընդդիմության գլխավոր օրակարգ իմ կարծիքով պետք է լինի։ Ինչ նկատի ունեք պարոն Սաղաթելյան ծանրը։ Պարզ ասեմ, Նարեկ ջան, սահմանագծման սահմանազատման անվան տակ իրենք պատրաստվում են Հայաստանից նոր տարածքներ հանձնել։ Ուղիղ հարցնում են, դա չեն ժխտում։ Պատրաստվում են չունենալով համապատասխան քվե փոխել սահմանադրությունը։ Գիտեք, ես ակնհայտ տեսեք, պատական չէր ինքը հայտարարում սեպտեմբեր պատերազմ։ Ինքը աշնանն է խոսք տվել, բայց բնականաբար ինքը փորձելու է որքան կարող է ժամանակ ձգել։ Տեսել եք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը եւս պատրաստ չի այս բագաժով, այս ստացած քվեով, այս ընտրություններով ակնհայտ մանդատներ գողացված կարողանա այս օրակարգը սպասարկել։ Դրա համար իր համար բավականին դժվար է լինել։ Ես չեմ պատկերացնում հաջողություն բացառապես խորհրդարանական աշխատանքով։ Ես գտնում եմ, որ մեր ուժը խորհրդարանում բավարար չի փոփոխության հասնելու համար, դրան պետք է ավելանա մեր ժողովրդի ուժը փողոցում Հայաստանի Հանրապետության հրապարակներում։ Այո, ես մի քանի ամիս առաջ եմ այդ մասին հայտարարել, որ ոչի ճակատ ստեղծելը դա անհրաժեշտություն է։ Այսօրվա մեզ ներսից իհարկե բոլոր տարաձայնությունները պետք է մի կողմ դրվի, այդ թվում նաև արտախորհրդարանական բազմաթիվ ուժեր, ովքեր դեմ են մեզ դրսից եւ ներսից պարտադրվող օրակարգին, պետք է միավորել բոլորի ջանքերը, որ կարողանանք այս մեզ պարտադրվող ու հակապետական ու հակահայկական օրակարգը վիժեցնել։ Այս իշխանությունը, որ ունի աննորմալ պետական ռեսուրս, ֆինանսական միջոցներ, ուժային կառույցներ, սրան դիմագրավելու համար առանցին հնարավոր չի բավարարում ուժերը։ Դրա համար անկախ տարաձայնություններից, անկախ շատ հարցերի նկատմամբ տարբեր վերաբերմունքից կան առաջնային օրակարգեր, որտեղ պետք է լինել միասնական։ Հիմա անունը ոչի ճակատ կդնենք, ինչ կդնենք, այդ կարևոր չի, կարևորը լինի այդ փոխըմբռնումը ու միասնությունը, նորից եմ կրկնում, մեզ պարտադրվող օրակարգերը ազգային հարցերում մերժելու համար։